Թեհրանը Վաշինգտոնին կոչ է արել ընտրել դիվանագիտության ուղին, շեշտել առկա խնդիրների ռազմական լուծումն անընդունելի է։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահը գուցե շահագրգռված չէ 2015 թվականի միջուկային համաձայնագրով, բայց այն ընդգրկում էր Իրանի հիմնական պարտավորությունը, որը դեռ ուժի մեջ է։ Իրանցի դիվանագետը շեշտել է այդ փաստաթղթից Միացյալ Նահանգներն էլ է օգուտ քաղել, նույնիսկ չլինելով համաձայնագրի մաս։ Արաղչին կրկնել է, Իրանը ոչ մի դեպքում չի ձգտելու միջուկային զենք արտադրել կամ ստանալ։ Ավելի վաղ Վաշինգտոնը նախազգուշացրել էր, որ Միացյալ Նահանգների վարչակազմը քայլեր կձեռնարկի, եթե Թեհրանը հրաժարվի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններից։ Պետքարտուղարությունից եւս մեկ անգամ շեշտել են, Իրանը երբեք չպետք է միջուկային զենք ունենա։ Վաշինգտոն-Թեհրան լարվածությունը մեկնաբանել է Մոսկվան։ Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է, ռուսական կողմը տեղին չի համարում Թեհրանի հասցեին Վաշինգտոնի հնչեցրած սպառնալիքները եւ դատապարտում է այդ մարտավարությունը։ Ռյաբկովը նշել է նաեւ, որ Մոսկվան պատրաստ է օգնություն առաջարկել Միացյալ Նահանգներին եւ Իրանին միջուկային ծրագրի շուրջ կառուցողական երկխոսություն սկսելու համար։ Նրա խոսքով Իրանի միջուկային ենթակառուցվածքին ամերիկյան հարվածների հետևանքները կարող են աղետալի լինել ամբողջ տարածաշրջանի համար։ Վաշինգտոնն ակտիվորեն շփվում է Ռուսաստանի եւ Ուկրաինայի հետ, հայտարարել է Սպիտակ տան խոսնակը։ Քերոլին Լևիտի խոսքով Դոնալդ Թրամփն անձամբ է ներգրավված բոլոր գործընթացներին։ Նա հավելել է, որ Միացյալ Նահանգների նախագահը դժգոհ է Վոլոդիմիր Զելենսկու եւ Վլադիմիր Պուտինի վերջին հայտարարություններից։ Լևիտը սակայն չի հստակեցրել ինչի մասին է խոսքը։ Սպիտակ տան խոսնակը կրկնել է, Թրամփը ցանկանում է հասնել հրադադարի եւ խաղաղության համաձայնագրի։ Չնայած Վաշինգտոնի միջնորդական ջանքերին եւ կրակը դադարեցնելու պատրաստակամության մասին Կիևից եւ Մոսկվայից հնչող հայտարարություններին, հայտնի է, որ ռուսական ուժերը հարվածել են Օդեսային եւ Խարկովին, վնասվել են արդյունաբերական օբյեկտներ, բնակելի շենքեր, հրդեհ է բռնկվել կամ տուժածներ։ Ռուսական կողմն էլ մեղադրել է Ուկրաինային Տագանդրոգը թիրախավորելու համար։ Քաղաքում արտակարգ դրություն է հայտարարվել։ Վոլոդիմիր Զելենսկին մեկնաբանել է Դոնալդ Թրամփի խոսքերը, որ Կիևի հետ հազվագյուտ մետաղների մասին գործարքը պատրաստ է, սակայն ուկրաինական կողմը ձգձգում է դրա ստորագրումը եւ անվտանգության նոր պայմաններ առաջ քաշում։ Ուկրաինայի նախագահը շեշտել է, համաձայնագրի շրջանակում երբեք չի դիտարկվել ՆԱՏՕ-ին Կիևի անդամակցության հարցը։ Զելենսկին տեղեկացրել է, որ կողմերն այժմ աշխատում են գործարքի նախագծի ուղղությամբ։ Նա նաեւ հույս է հայտնել, որ Թրամփը կուժեղացնի հակառուսական պատժամիջոցները եւ կստիպի Ռուսաստանին դադարեցնել Ուկրաինայի էներգետիկ օբյեկտների վրա հարձակումները։ Զելենսկին տեղեկացրել է, որ Կիևը գրեթե ամեն օր տեղեկություն է փոխանցում Միացյալ Նահանգներին Ռուսաստանի կողմից էներգետիկ մորատորիումը խախտելու դեպքերի մասին։ Ավելի վաղ Ռուսաստանի արտգործնախարարն էլ Կիևին էր մեղադրել էներգետիկ հրադադարը խախտելու համար։ Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ տեղեկություն է փոխանցել ամերիկացի գործընկերներին Ուկրաինայի կողմից էներգետիկ օբյեկտներին հարվածների մորատորիումի խախտումների մասին։ Մյանմարում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 2886-ի, վերջին պաշտոնական տվյալով տուժել է 4639 մարդ, կա 373 անհետ կորած։ Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։ Մարտի 28-ին Մյանմարում 7.7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Ցնցումները զգացվել են հարևան երկրներում, այդ թվում Թայլանդում։ Ավերիչ երկրաշարժից հետո Մյանմարի իշխանությունը մարտի 31-ից ապրիլի 6-ը համազգային սուգ է հայտարարել։ Դիանա Գասպարյան, լուրեր։